Որոշել եք որևէ բիզնես առնեք, որոշել եք որևէ տեղ ներդրումներ անեք, ավելի շատ մեծ որոշումներ կայացնելու ժամանակ։ Գերի Կլայնի Premortem մոդելը որն է, շատ հետաքրքիր բան է ու շատ աշխատող։ Այս 3 հարցը մինչև չտակ, այդ բիզնեսը կամ այդ գործունեությունը, այդ ձեր որոշումը մի արեք, որպեսզի այդ լավատեսական վիճակը չխանգարի, ոգևորվածությունը չխանգարի, որ այդ բիզնեսը բացեք, այդ ներդրում անեք։ Տվեք 3 հարց։ Առաջին, ինչ կլինի վատագույն սցենարով։ Քթի 2-3 պատասխան, 2-3 պատասխանից ընտրի ամենավատը, ամենաշատ կորուստովը, ամենաշատ իմիջային կորուստովը, ամենավտանգավորը եւ այլն եւ այլն։ Երկրորդ, ինչպես եմ լուծելու այդ հարցը։ Այս ինչպեսի հարցը որ տալիս ես, նաեւ պատասխանելու ես լուծելու եմ թե չէ այդ հարցը, լուծելի է թե չէ։ Վատագույն սցենարով ինչ անելու, այդ գործը որ անեմ, այդ ներդրումը որ անեմ, այդ բիզնեսը որ առնեմ, այս շուկա որ մտնեմ, վատագույն սցենարով ինչ անելու։ Երկրորդ, ինչպես եմ լուծելու։ Եվ պատասխանում ես այն հարցին, որ լուծելի է թե չէ, եւ պատասխանում ես այն հարցին, որ ոնց է լուծելի։ Երբ որ ինչպեսի պատասխանը տվեցիր, կոնկրետ գործողություններ է, չէ՞ երևալու, ինչպես եմ լուծելու։ Ու կոնկրետ գործողությունները ենթադրում է կոնկրետ ներդրումներ կամ կոնկրետ փող կամ կոնկրետ կորուստների չափ կամ կոնկրետ լուծումները։ Այդ արժեքի է, չէ՞ գալու, անգամ օրինակ չեմ կարողանալու լուծեմ, կորցնելու եմ այսքան գումար։ Եվ վերջապես երրորդ հարցնում ես, ինչ արժի։ Այդքանը ինչ արժի։ Արժի իմիջի կորուստ, արժի տարիների կորուստ, արժի ստեղից փողա դուրս գալու այս բիզնեսից գնալու այնտեղ, արժի հարաբերությունների փչացում եւ արժի որևէ կոնկրետ գումար։ Այսքան անստելու ին վրա վատագույն սցենարը չլուծվելու կամ որ անլուծելի է եւ վատագույն սցենարը լուծելու դեպքում։ Տվեցի ինչ արժի պատասխանը, ստացա X, սրանից հետո արդեն 4-րդ կետով, էսի 4-րդը համահասկանիշով կետ է, հիմնականում այս 3 հարցն ասում Գերի Կլայնը։ Գնում եմ դրան թե չէ։ Դրա համար եմ միշտ ասում, երբ որ դիմացը որոշակի է, ռիսկ չկա։ Երբ որ գիտես ինչ ես կորցնելու կոնկրետ, ռիսկ չկա։ Բիզնեսմենին հիմնական ռիսկի հետ են կապում։ Ինչքան փող է դուրս գալու։ Այդ փողը որ դուրս է եկել, ասենք տարածք առար $200,000-ով։ Այս տարածքը որ առար տենց թողեցիր 5 տարի, որ հետո բան անես։ Այդ $200,000 քո այսօր եղած բիզնեսի կամ բիզնեսների մեջ քանի անգամ կպտտվեր ու ինչքան փող կբերեր։ Համեմատիվ, նայեք ինչ արժիի մասին եմ խոսում ես։